Ես պատրաստում եմ նաև այս ամբողջ ուժով Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հարցը վերցնել մեր վրա, որովհետև եթե Սամվել Կարապետյանին առահեղորեն պահում է Ռոբերտ Ամստերդամը, որը այսօր մեր կոմիտեի ամենաակտիվ անդամներից է, ամենաակտիվ։ Հիմա ես այդ կոմիտեն քրիստոնեության պաշտպանության շուտ եմ տվել նաև Գագիկ Ծառուկյանի պաշտպանության, Սամվելին պահում է ամբողջ թափով Ամստերդամը, այնպես որ մենք միացած ենք նրա հետ այդ պայքարին շատ ուժեղ, ու ես կարծում եմ, որ չափազանց թույլ է ընթանում մեր ազգի փառահեղ ներկայացուցիչ հայրենասեր Գագիկ Ծառուկյանի պաշտպանությունը, փառահեղ ներկայացուցիչ եւ հայրենասեր, որովհետեւ ես քիչ մեծահարուստ գիտեմ Հայաստանում ապրող, որը մտածում է բարերար լինելու, ազգի հոգսերին ծառայելու, այնպես ինչպես Գագիկ Ծառուկյանը։ Մենք ունենք այնպիսի հայոյանքներ, ինչպես է Գրզո, որը 90-ականներից արդեն Թալանով Վանո Սիրադեղյանի հետ միացած, Թալանով դրավ մեծահարուստ, հետո փախավ Հայաստանից, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, հետո Նիկոլ Փաշինյանի ժամանակ դարձավ գերաստղ։ Ու այդ ֆոնի վրա հանկարծ ունենք մեծահարուստ, որը ասում է, մենք առաջի քրիստոնեական երկիրն ենք, ամբողջ աշխարհին ներկայանում ենք այդ ցետոմսով, եւ մենք պետք է մի բարձունքի վրա ունենանք Քրիստոսի ամենամեծ արձանը աշխարհում, դե ոչ չհարգես այդ մարդուն, ոչ չասես, պարոն Ծառուկյան, ինչ մեծություն ես դու, փոխանակ քո սպորտով զբաղվես, որտեղ հսկայական հաջողություններ ունես, փոխանակ քո փողերը ծախսես, քո ավելի բարեկեցիկ ապրելու վրա, առավոտից երեկոն վազվզես տարբեր եվրոպական եւ համաշխարհային հանգստի կենտրոնները վայելելու, ինչպես անում են այս թափթփուկները, փոխանակ թռնես Նյու Յորք, Ամերիկա եւ մասնակցես ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատին 1 միլիոնով 1 տոմս առնելով, գնելով կամ $100,000 մի տոմս գնելով, ինչ թվեր եմ ասում, խելագարվելու բաներ, ինչ տեղ ունեցավ ֆուտբոլի չեմպիոնատին, դու քո փողը ծախսում ես Քրիստոսի արձան կառուցելու վրա, դե ոնց մինչև գետին չխոնարհվենք քո առաջ, եւ այսօր ես համարում եմ մեր համար առաջին պարտավորություններից մեկը համարժեք այդ 8 մեր ազգային հերոսներին բանտից ազատելու գործին Գագիկ Ծառուկյանին մինչև վերև իր այդ արձանի մակարդակ բարձրացնել, այսինքն ոչ միայն ազատազրկումից անմիջապես ազատել, այլև իրեն տալ այն փառք ու պատիվը, որին նա արժանի է, բնական է, որ դա կլինի այն ժամանակ, երբ որ Նիկոլին եւս մենք կտանք այն փառք ու պատիվը շակերտների մեջ, որին ինքն է արժանի, մենք դրան կհասնենք։